Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեն հայտարարեց 16-րդ դափնեկրի անունը։ Մրցանակը կստանա Analog Devices ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշը։ Ընկերությունը բարձր արդյունաբերության կիսահաղորդիչների առաջատար մատակարարն է և ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում կապի, առաջատար արտադրությունների, առողջապահության, կայուն էներգիայի և տրանսպորտի ոլորտներում։ Հայաստանը որպես տեխնոլոգիական յուրօրինակ կենտրոն, տարածաշրջանային հաբ կարող է և պետք է գնահատանքի դրսևորում ունենալ այն բոլոր տեխնոլոգիական հսկաների հանդեպ, որոնք մեծագույն ավանդ են ունեցել տարիների, տասնամյակների ընթացքում ընդհանրապես տեխնոլոգիական կյանքում։ Այս իմաստով սա մի գեղեցիկ և կարևոր միջոցառում է, որով կառավարությունը և տեխնոլոգիական համայնքը և հովանավորները, մարդիկ, որոնք որ համախմբվել են այս գաղափարի շուրջ, իրենց հիացմունքն են արտահայտում տեխնոլոգիական հսկաներին, տեխնոլոգիական ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի և ներդրման համար։ Ըստ Հայրապետյանի միջոցառումը նաև լավ հնարավորություն է, որ մրցանակակիրներն առավել խորությամբ ճանաչեն Հայաստանը։ Կարևորագույն իրադարձության առանցքում մի նախապայման կա, որ մրցանակակիրները մրցանակը պիտի ստանան ֆիզիկապես Հայաստան այցելելով, արձեռն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, ինչն էլ իր հերթին լավ առիթ է, կարծում եմ, տեսնելու, ճանաչելու, զգալու Հայաստանը իր տեխնոլոգիական մեծ ներուժով։ Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցն է Սինոպսիս ընկերությունը։ Տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով մրցանակաբաշխությունը բիզնեսի և պետության գործակցության հաջողված օրինակ է, որը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական հզորացմանն ու անկախացմանը։ Համարյա ոչ ոք չէր հավատում, որ այս մրցանակաբաշխությունը կկայանա, եւ ես ամեն տարի ասելու եմ սրա մասին, որպեսզի շեշտեմ այն անհավանական իրադարձությունները, որ տեղի են ունեցել այս մրցանակաբաշխության միջոցով Հայաստանի Հանրապետությունում։ Վինսենտ Ռոշեն և Analog Device ընկերությունը իսկապես դա այն տրամաչափի ընկերությունն է և այն անձն է, այն հեղինակությունն է, որին անհամբեր սպասելու ենք։ Նա նշեց, այցելությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ից 16-ը։ Նախատեսվում է, որ Հայաստանի վարչապետը մրցանակը դափնեկրին կհանձնի հոկտեմբերի 15-ին։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։